Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ արդեն հեռակա բանավեճ է ծավալվել ոչ իշխանական երկու ուժերի միջև։ Ծառուկյան դաշինքն ու ելք դաշինքը իրար հակադարձ մեղադրանքներ են ուղղում, հիմնականում այն մասին, թե ով է ընդդիմադիր և ընտրություններից հետո ով ինչ ձևաչափով կհամագործակցի կամ չի համագործակցի նոր ընտրվելիք իշխանության հետ և հնարավոր համագործակցության մասին է քննարկվում ներկա իշխանություն հանրապետականի հետ։ Հենց այս թեմաներով էլ այսօր ես խոսելու եմ ելք դաշինքից պատգամավորության թեկնածու Արարատ Միրզոյանի և Ծառուկյան դաշինքից պատգամավորության թեկնածու Մանուկ Սուքեսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք։ Ես առաջին հարցս ուզում եմ ելքի ներկայացուցիչին ուղղել։ Երեք Արարատում ձեր առաջին համարները ելույթ ունենալով շատ այսպես կտրուկ մեղադրանքներ ուղղեցին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, մասնավորապես այն մասին, որ Ծառուկյան դաշինքը գնալու է համագործակցության հանրապետականի հետ ընտրություններից հետո, խոսում եք այն մասին, որ գուցե կոալիցիա չլինի, բայց լինի ազգային համաձայնության կառավարություն նման ձևաչափ, բայց երեք Գառնիում հայտարարեցին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, որ բացառում են համագործակցությունը հանրապետականի հետ։ Այդ որտեղից ձեզ այդ վստահությունը եւ ինչու եք նման քննադատություն ուղղում ոչ իշխանություն հանդիսացող ուժի նկատմամբ։ Երկու պատճառ կա այդպիսի վերաբերմունքի համար։ Նախ վստահություն չեք անխատեսում, ես ավելի շատ կօգտագործեի այդ եզրույթը։ Մենք ունենք տարիների, նույնիսկ տասնամյակի փորձ, երբ Գագիկ Ծառուկյանը եւ նրա շուրջ համախմբված քաղաքական գործիչները եւ ուժը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը փորձել է հանդես գալ ոչ իշխանական ուժ դրոշի ներքո, հանդես եկել քննադատությամբ, հասել են գրեթե եռյակի կամ քառյակի հեղափոխության, ապա հայտնի հանգամանքների բերումով այդ ամեն ինչը շարժումը դադարեցվել է։ Դրանից ավելի վաղ եղել են հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի հարուստ փորձ, ամենակարկառուն, ամենացայտուն փորձը 2008 թվականի մարտի 1-ից հետո կոալիցիոն հուշագրի ստորագրումն է Բարգավաճ Հայաստանի, հանրապետական կուսակցության, օրինաց երկրի եւ ՀՅԴ-ի կողմից։ Սա մի պատճառ, ես ասեցի երկու պատճառ, ուրեմն սա մի պատճառ, անցած ճանապարհը եւ նախկինում եղած հանրապետական հակադրվելու եւ ապա հետ վերադառնալու եւ համագործակցելու փորձը սա մի պատճառ եւ երկրորդը այն հռետորաբանությունը, որ այսօր օգտագործվում է Ծառուկյան դաշինքի եւ անձամբ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, ինչպես մեր դաշինքի դուք նշեցիք երեք Արարատում մեր առաջին եռյակի ներկայացուցիչները ելույթներում տարբեր բանաձևեր օգտագործեցին եւ ձևակերպումներ, դրանցից մեկը օրինակ շատ պատկերավոր Արամ Սարգսյանը ասեց, որ ես մեջբերեմ ոչ բառացի իհարկե, որ Գագիկ Ծառուկյանին ինքը շատ սիրում է եւ Գագիկ Ծառուկյանը եթե այդպես ուժեղ տղա է, որ տատիկներին կարողանում է բարձրացնել հարթակ, ապա ինչու Գագիկ Ծառուկյանը չի կարողանում արտաբերել միտքը օգտագործել Սերժ Սարգսյանի անունը, որ այո, պատասխանատու է այս ամբողջ վիճակի այն բոլոր բացասական երևույթների համար, որ կա հիմա հայաստանյան հասարակության եւ Հայաստանի Հանրապետությունում, պատասխանատու է անձամբ Սերժ Սարգսյանը եւ նրա շուրջ համախմբված մարդիկ եւ հանրապետական կուսակցությունը։ Ինչն է խնդիրը, որ չենք հասնում մեր բառերին։ Ես կխնդրեի արձագանքեք այս պնդումներին, նաեւ այն հայտարարությանը ազգային համաձայնության կառավարության հնարավոր ձևավորման մասին, որովհետև տարբեր ձևերով կոալիցիա չկազմելու մասին ձեր կուսակցության առաջնորդները, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը շատ հստակ ասել է, որ հնարավոր բոլոր տարբերակները բացառում են, բայց այս տարբերակի մասին կարծես դեռ նոր է խոսվում, ինչ կասեք։ Նախ կուզեի դուք ավելի իրազեկ լինեք, ես Առաքելություն կուսակցության քաղաքորթի ներկայացուցիչ եմ եւ ոչ թե Բարգավաճի, թե դաշինք նկատի ունեք, լավ կլիներ որ ասեք դաշինք։ Այս պահին հանդես եմ գալիս դաշինքի անունից, ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Հիմա հերթով կետերով անդրադառնամ Արարատի հնչեցրած դրույթներին։ Ուրեմն նախ իմ համար, այսպես ասենք, առաջինը արձանագրման ենթակափաստ է, որ անձինք, առաջնորդներ, քաղաքական ուժեր, որոնք համապետական, մասնավորապես նախագահական ընտրությունների ժամանակ մշտապես նախկինում հանդես են եկել իշխանափոխության կոչերով, այս ընտրություններին ընդհանրապես մոտեցել են
Հանրապետականի հետ կոալիցիա չկազմելու մի այսպիսի ինքնամխիթարանքի կոչով։ Նշաձողի խայտառակ անկում է քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների գործունեության։ Ընդհանրեն, այսինքն մի կավենի մակարդակի հայտնագործություն, որ մենք հանրապետականի հետ չենք կազմելու կոալիցիա, ինչպիսի լուրջ ընդդիմադիր հայտարարություն։ Այսինքն դա առնվազն քաղաքական գործունեության նշաձողի անկում է նշանակում։ Ինչ վերաբերում է անձամբ Սերժ Սարգսյանի անունը տալ չտալուն։ Հիմա ձեր նշած անձիկ տարիներ շարունակ տվել են Սերժ Սարգսյանի անունը։ Ինչ եք կարծում։ Ժամանակի ընթացքում տեսնում ենք, այդ մարդկանց հետևորդների քաղաքական համակիրների թիվը դրանից միայն աճել է, եթե այդ տենդենսը հաշվի առնենք, նրանք վաղուց պետք է հեղափոխություն արած լինեին։ Կամ ցայտուն օրինակ Վիկտոր Դալաքյանը ժամանակին Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին զոլավոր պիժամաներ էր հագցնում, հետո ոնց գնաց դարձավ Սերժ Սարգսյանի խորհրդականը։ Այսինքն առավոտից իրիկու Սերժ Սարգսյանի անձը հայհոյելը դեռևս երաշխիք չի, որ դու իրոք ընդդիմադիր ես։ Իրոք իսկական ընդդիմադիրները լայն կոնսոլիդացիայի գնացող եւ նեղ անձնական այդ ամբիցիաները մի կողմ դնող մարդիկ են, ինչ էս պարագայում տեղի է ունենում Ծառուկյան դաշինքի պարագայում։ Իսկ անդրադառնալով հանրապետականի հետ նախորդ կոալիցիոն փորձերին, հարաբերություններին, իշխանությանը մաս կազմելու։ Հիմա ես ուզում եմ քրոնոլոգիայով գալ, տեսնել ով է, ասենք, ավելի շատ հանրապետականի հետ առնչված։ Այո, 7-12 թվականներին Բարգավաճ Հայաստանի Ծառուկյանի առաջնորդությամբ եղել է կոալիցիայի մաս։ Հիմա 12 թվականից դուրս են եկել, որ կարող էին մնալ շարունակել։ Վատա, որ դուրս են եկել։ 13 թվականին չեն պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ 14-15 թվականներին նախաձեռնել եւ մաս են կազմել համաժողովրդական շարժմանը։ 15 թվականին, երբ որ պետական ապարատը ռեպրեսիայի էր ենթարկում Ծառուկյանին անձամբ, այդ դաշինքի առաջնորդների ձայնը միտեղ չլսվեց, որ ասեն անկախ մեր քաղաքական մոտեցումների, սա ինչ վերաբերմունք է, ով իրավունք ունի մարդուն քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկել։ Ես չեմ տեսել նման բան։ Հիմա այդ 15 թվականին կիսատ մնացած գործը Ծառուկյանը տեղափոխել է 17 թվականի ընտրություններ։ Ինչ մի բարդ հույթավորված վիճակ է։ Ես չեմ կարողանում այդ ամեն ինչը հասկանալ։ Բայց դրա տակ ես ուղղակի ուրիշ բան եմ ուզում այդ ամեն ինչի տակ տեսնել, ուղղակի անձնական ինչ-ինչ հարաբերությունների կոմպլեքսներ անձամբ Ծառուկյանի հետ։ Կարող ասում են Ծառուկյան դաշինքը հանրապետական կուսակցության, ասենք, չգիտեմ, հանրապետական երկուս է։ Նախ պետք չի մոռանալ, որ Ծառուկյան դաշինքում կան մարդիկ, որոնց հետ այդ դաշինքի առաջնորդները նախինում ճանապարհ են գնացել։ Ու տգեղա նաև այնքան տարվել Ծառուկյանի անձի հասցեին ունեցած այդ կոմպլեքսներից տարվելով, այդ բոլորին այդպես միանշանակ պիտակ կպցնել է։ Ասենք, ով է հանրապետական երկուս ես, Առաքելյան Մեսրոպը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանն է հանրապետական երկուս։ Չի կարելի մոլուցքով այդքան տարվել ու բոլորին պիտակավորել։ Իսկ եթե դուք տարվում պիտակավորը, պատրաստ պետք է լինեք համարժեք հակադարձումների։ Բայց այսքան ժամանակ մենք սոլիդությունը պահել ենք, որքան էլ որ քննադատություն ա եղել, անհարկի ինչ-որ թիրախավորում ա եղել, ասենք դժ նախընտրական փուլ ա, որոշակի սրացումներ կան կանցնել։ Ինչ կասեք ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հնարավորության մասին։ Արդյոք ձեր դաշինքում նման հնարավորություն քննարկվել է եւ դուք ինքներդ ինչ կարծիք եք։ Առհասարակ մենք մեր դաշինքում երբևէ չենք քննարկել, ասենք, այսինչ չգիտեմ, այնինչ ուժի հետ կամ այսինչ ուժի հետ կոալիցիայի գնալու, ասենք, հեռանկարները, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր դաշինքը գնում է այս պահին իշխանություն կազմելու համար բավարար մեծամասնություն վերցնելու ուղով։ Ինչ վերաբերում է ազգային համաձայնության, ասենք, ակնհայտ է, որ այդ ամենը չի կարող տեղի ունենա հանրապետական հետ։ Դա խոսվում է հնարավոր տարբերակ հրապարակային կերպով, եթե դաշինքի ձայները չբավականացնել միանձնյա կառավարելու երկիրը, այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի սահմանադրական նվազագույն շեմը հաղթահարվի, ահա այդ կարգի համագործակցության մասին է խոսքը։ Թե չէ հանրապետականի հետ գնալու լիներ այդ դաշինքը չէր ստեղծվի, հա, կամ նախկինում կգնային ու վերջ։ Ասենք, ու այստեղից ցույց է անդադ նույն բանը կրկնելու կարիքը չկա։ Պարոն Միրզոյան, ես խնդրեմ պատասխանեք եւ ես հիշեցնեմ, որ Ծառուկյան դաշինքի առաջնորդը օրեր առաջ կրկին Արարատում իր ելույթներում նաև անդրադարձ կատարեց 2015-ի դեպքերին եւ այսպեսի մի դիտարկում արեց, որ ոչ մի ընդդիմադիր ուժ իմ կողքին չկանգնեց եւ իսկապես ուր էր ելքը, ճիշտ է, ելքը չէր ձևավորվել, բայց ելքի մաս կազմող ուժերը այդ պահին ինչու չկային եւ արդյոք իսկապես մեղադրանքները այսօր ճիշտ չէ ուղղել, հաշվի առնելով, որ նախկինում երբ կար հնարավորություն դուք չկայիք այդտեղ։ Շատ լավ, ուրեմն նախ մեթոդական մի այսպիսի ռեպլիկ ուղղված Մանուկին,
ես խնդրեի կամ կոչ կանեի զերծ մնալ այնպիսի պիտակներից, ինչպիսին են խայտառակ անկում կամ տգեղերուր եւ տոնայնություն առասարակ փոխել, եթե չէ, ես էլ կարող եմ այդպես, բայց բանավեճը դրանից չի շահի։ Երկրորդ արդեն բովանդակային մասով, ուրեմն Մանուկ պնդում է, որ երկդաշինքը չի խոսում իշխանափոխության մասին, մենք խոսում ենք միայն գոնե հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմելու մասին, սա իհարկե բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ուղղակի մենք փորձում ենք զերծ մնալ պոպուլիստական ճչուն ֆրազներից եւ ձևակերպումներից շատ ուղիղ ասում ենք ժողովուրդը ինչքան որ քվե կտա մեզ, մենք այդ քվեին տեր կկանգնենք, կստանա երկդաշինքը 50% պլյուս 1 ձայն քվե եւ մենք կանենք իշխանափոխություն, մենք կդառնանք ավտոմատ իշխանություն եւ կհեռացնենք հանրապետական ներողություն չի ընդհատում։ Սա մեկ, այնպես որ մենք այո գնում ենք իշխանափոխության, բայց մենք չենք կարող 1000 հոգով գնալ իշխանափոխության։ Մեզ պետքա ժողովրդի մանդատը։ Կտա ժողովուրդը մեզ 50% պլյուս 1 ձայն քվե մանդատ, որպեսզի մենք իրականացնենք իշխանափոխությունը, բացառվում է որ մենք չիրականացնենք իշխանափոխություն, սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է արձանը, դա շատ կարևոր արձանագրում է։ Մենք հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու ենք, թե չէ։ Հիմա այդ կոալիցիայի ֆորմատը փոխվում է, անունը դրվում է ազգային համաձայնության կառավարություն եւ այլ, եւ ելի ես հստակ բացառվել չլսեցի Մանուկի կողմից առնվազն բայց գոնե մենք դա հստակ արձանագրում ենք, որ Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության հետ չունենք ճանապարհ անցնելու։ Սա երկրորդ։ Երրորդը, այո, շատ կարևոր է Սերժ Սարգսյանի անունը տալ, այո, շատ կարևոր է առերեսվել եւ ժողովրդի հետ բաց ճակատով կանգնել եւ նշել անձամբ բոլոր պատասխանատուներին։ Ինչ վերաբերում է 15 թվին, երբ որ երրակի հեղափոխությունը եւ Ծառուկյանը պնդում էր, որ իր կողքը ոչ մեկ չկանգնեց, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առնվազն, որի վարչության անդամ եմ ես, մի քանի անգամ այդ օրերին հայտարարեց, երկու կարծեմ հայտարարություն եղավ, որ խնդրում ենք, մենք սպասում ենք, մենք աջակցում ենք, բառացի չեմ հիշում իհարկե, բայց այն պահից, երբ որ դուք հստակ հանդես կգաք Սերժ Սարգսյանի եւ ռեժիմի հրաժարականի պահանջով այդ վարքյանից մենք ձեր կողքին ենք։ Այդ պահանջը այդպես է չհնչեց, հակառակը այդ առաջատար ուժերը եւ պարոն Ծառուկյան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնի հանգամանքների բերումով դուրս եկան այդ պայքարից։ Հանրապետական երկուս ասում են, ինչու եք մենք ասում, որ Բարգավաճը հանրապետական երկուս է եւ անուններ հնչեցին։ Մանուկն հանրապետական երկուս։ Այո, իհարկե չէ։ Հիմա, բայց հանրապետական երկուսը օրինակ այն падգամավորի տեխնացուն, որը ներողություն եմ խնդրում իրենից եւ ես անուն ազգանուն հստակ չեմ հիշում, որ նախկինում հանրապետական էր, այս օրեր առաջ գնաց Բարգավանի Ծառուկյան դաշինքի ցուցակ։ Այդ մարդուն լրագրողը հարցնում է եւ այդ արձանագրված է, կա հարց է տալիս, իսկ ինչու որոշեցիք այս անգամ հանդես գալ Ծառուկյան դաշինքի ցուցակում եւ հնչում է պատասխանը. դե հանրապետականում էլ տեղ չկար։ Սա է հանրապետական երկուսը Արգամ Աբրահամյանը, որը տարիներ շարունակ հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի վարչապետ եղած Հովիկ Աբրահամյանի որդին է, հանրապետական երկուս եւ այսպես տասնյակ անուններ։ Հիմա առաքելության կուսակցության անդրադառնամ։ Ես այսքան տարիներին լայնորեն հայտնի չի եղել առաքելություն կուսակցության հասարակությանը, բայց ես ասենք իմացել եմ եւ հետեւել եմ եւ Մեսրոպը եւ Մանուկը բարբերաբար հանդես են եկել հետաքրքիր վերլուծություններով ժամանակ առ ժամանակ եւ ծրագրային դրույթների մեջ են շատ հստակ հիմնավորում ցանկացել եւ փորձել տեսնել եւ մյուսներին այդպիսի հայտ են ներկայացրել եւ հիմա իմ համար անկեղծ ասած շատ զարմանալի էր առաքելության կուսակցության ընդգրկումը Ծառուկյան դաշինքում եւ եթե հիմա այսպես շատ վստահաբար պաշտպանում ենք Ծառուկյան դաշինքի հիմնական ուժի Գագիկ Ծառուկյանի եւ նրա շուրջ եղած մարդկանց եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության անցյալը, ապա իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջանում, թե ինչու առաքելություն կուսակցություն նախկինում էլ չի եղել Բարգավաճ Հայաստանի կողքին։ Այս էլ չեմ հասկանում։ Եթե համապաշտպան 2 տարի առաջ, 4 տարի առաջ, այսինքն դուք երկար ժամանակ չեք կիսել այդ թեզերը եւ այժմ պաշտպանում եք ոչ միայն հիմիկվա ծրագիրը Ծառուկյան դաշինքի, ոչ միայն տեսլական ապագա Հայաստան ունենալու եւ այս ընտրությունների ձեր միասին հայտնվել, այլ նաև անցած ճանապարհի դեպքում նորից տարակուսանք։ Բարի, անդրադառնամ ուրեմն 2015 թվականի համաժողովրդական շարժման համաժողովին Գագիկ Ծառուկյանի ելույթում հնչել է կետ, որ եթե սահմանադրական հանրաքվեն պետք է
ամեն կերպ պարտադրվի ժողովրդին, այլ բան քան գնալ արտահայտ պարլամենտական եւ նախագահական ընտրությունների, դրանից բացի այլ բան չի մնում համաժողովրդական շարժման, այսինքն ցանկության պարագայում այդ ամեն ինչը կարելի է տեսնել։ Երկրորդը, առաքելություն կուսակցությունն է 2014-15 թվականներին մենք ունեցել ենք պաշտոնական հարաբերություններ Եռյակի հետ, մեր համաձայնությունն ենք հայտնել Եռյակի առաջ քաշած քաղաքական առաջնահերթություններին եւ եղել ենք համաժողովրդական շարժման կողքին, իգիտություն ասեմ ձեզ։ Եվ այդտեղ որևիցե տարակուսելի զարմանալի բան չկա ու առհասարակ մեզ համար չկան միանշանակ կան խորոշված եւ կանխատեսելի գործընթացներ, մենք հավատում ենք ազդեցության ուժին, լավ ազդեցության ուժին։ Ինչ վերաբերում է հանրապետականի սերվելուն, օրինակներ բերելուն, եթե ինչ-ինչ անհատ ռեյտինգային տեխնոլոգիաների հետ կապված կա ասելիք, դա չպետք է դառնա իրեն ընդդիմադիր կոչող քաղաքական ուժի օրեր շարունակ անընդհատ կրկնվող նույն տեքստը, անհատ տեխնոլոգիաների հետ հանդեպ ասելու ասելիք կա, համեցեք։ Կարող եք այդ դրույթներին անդրադառնալ, որ չգիտեմ, քաղաքական ձեր տեսանկյունից խոցելի դրվագ, բայց դա հիմք դարձնել ամբողջ դաշինքին պիտակավորելու կնիքներ կպցնելու համար, դա խոսում է, չգիտեմ, նախընտրական մոլուցքի մասին։ Ինչ վերաբերում է հանրապետականից առնչվելու մասին 60%-ը հանրապետականների հետ կոալիցիայի մեջ են եղել եւ առավել եւս հանրապետական են եղել։ 12 թվականից դուրս են եկել, հանրապետական են եկել, պատասխան եք։ Հովիկ Աբրահամյանի որդին կիսում է եւ Հովիկ Աբրահամյանը 60%-ն է կազմում Հովիկ Աբրահամյանի որդին։ Մի քանի դրվագ եք բերում ու ասում եք 60%։ Եվ անդրադառնում եք հանրապետականին։ Ձեր դաշինքի առաջնորդներից մեկը ինքը իր կուսակցությունը ամբողջովին սերվել են հանրապետականից 2000 թվականին հանրապետականից պոկված իշխանությունից դուրս մնացած թև են հիմա եկել ուրիշներին ասեք հանրապետականից 2000 մարդկանց պիտակ են կպցնում թե հանրապետական երկուսեք ախր դուք հանրապետականի ակունքներում կանգնացած ձեր 1/3-ը դուք եկել ում ինչ պիտակ եք կպցնում Հանրապետական կուսակցության վարչապետն են հանրապետական կուսակցությունը դուրս մնացած քաղաքական կշիռը կորցրած եւ պաշտոնանկ եղած վարչապետն։ Բայց հիշում եք այդ մարդիկ ինչի արդյունքում են դուրս եկել։ Հոկտեմբերի 27 քաղաքական կշիռը կորցնելու արդյունքում վարչապետ, որը ուներ ռեալ իշխանություն, որը մի քանի ամսում մսխեց այդ քաղաքական կապիտալը եւ ինչ հանգամանքների բերումով Արամ Սարգսյանը եկավ քաղաքական իշխանության եւ այդ գնալուց եմ խոսում։ Ինչպիսի սահմանափակ ապրիլ մայիսին ինչի համար պաշտոնանկ արեցին իրան Դե հարցը կարող եք իրանել ուղղել, բայց հանգամանքները շատ հայտնի են։ Հանգամանքները շատ հայտնի են։ Այս պահին մեկ դա չենք քննարկում։ Ինքը առնչություն ունենալով հանրապետականի հետ, իր կուսակցությունը անվանումն էլ է դա հուշում, հա։ Սերվելով հանրապետականի 2000 թվից են, չէ՞։ Այսինքն ժամկետով եք որոշում։ Բա 15 տարի է հանրապետականը թալանում է այս երկիրը արդեն եւ հասցնում է այսինքն մենակ թալան 20 տարի 30 տարի էլ հեռու մնալ հանրապետականից բայց միևնույնն է ակունքները նույնն են հիմա դուք հանրապետական եք պաշտպանում եւ դուք եք հանրապետական ես ասում եմ այն ինչ որ եղել է վերջի 15 տարում վերջի շաբաթ 10 օրը առավոտից երեկո տորպեդա հարում եք Ծառուկյան դաշինքի չհանգիստ մենք չենք տորպեդարում մենք ճշմարտություն ենք ասում ժողովրդի Ծառուկյան Որտեղ դաշինքի 1/3-ը սերվել է հանրապետականից, մեկ մեզ պիտակավոր, մեկ ինչ կապ ունենք հանրապետականից։ Սերվել է հանրապետականից երբվանից, նորից։ Ինչ կապ ունի ժամկետը։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի երբ հասել է։ Իսկապես դուք հավատում եք, որ կապ չունի, երբ 2000 թիվը 1999 թվի հոկտեմբերի 27-ից հետո 27-ը մոռացեք մարդու վարչապետությունից եք խոսում։ Հետո է եկել իշխանության։ Հազարից հետո է եկել իշխանության։ Եվ տևել է իր իշխանությունը մի քանի ամիս, եւ երբ որ տեսել է, որ չի լինում իրականացնել այն ամեն ինչ որ պետք է Հայաստանի մասին, իրանք իրենք իր թիմով հեռացել են։ Ինչն է հեռացել։ Եթե հեռացրել են իրենց, էլի նորից հեռացրել են, չէ, մի րոպե հեռացրել են պայմանական, ասեմ, չար ուժերը, հա, այսպես վատը Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանն են հեռացրել Արամ Սարգսյանին եւ նրա թիմին եւ արդյունքում Արամ Սարգսյանը եւ նրա թիմը դրանից հետո միշտ պատճառաբանությունները հանրահավաքների ժամանակ ճշմարտության պայքարի առաջամարտիկներ։ Ուրեմն ես էլ նոր անուններ հնչեցրեցի, ներողություն, Ծառուկյան դաշինքից ասենք, նույն Սաղաթելյան Բուշեղը, ես էլ Արարատ Զուրաբյաններ, որ այդ տարիների հետ ժամանակի հետ ճանապարհ են կանցել։ Չի կարելի Ծառուկյանի անձի հանդեպ ունեցած ինչ-ինչ բարդություններից ելնելով ամբողջ դաշինքը պիտակավորել մոռանալով որ մարդիկ կան։ Առնվազն 60%-ը չի կարող անցնել ֆիլտրից։ Դու անձամբ կարող ես Արարատ Զուրաբյանը կարող է քաղաքական խոսքը Արարատ ունի գույներ եւ ունի երանգներ, ունի նրբերանգներ։ Չի կարելի նախընտրական մոլուցքով տարվել եւ ընդհանրական նախընտրական մոլ ես կոչարեցի եզրույթների հետ զգույշ վարվել էլի։ Ներողություն, Արոն Միրզյան, մի հարց։ Իսկապես շատ տարօրինակ է, որ ընտրություններին մնացել է շուրջ 1 շաբաթ եւ համենայն դեպս այս բան ոչ իշխանական դաշտում գործող երկու ուժեր
իրար են քննադատում։ Այն որն է պատճառը, որ ելք դաշինքը այսպես նպատակաուղղված ծառուկյան դաշինքի ուղղությամբ է քննադատությունը ուղղում իր վերջին օրերի գրեթե բոլոր հանրահավաքներում։ Եվ նույնը ձեզ ինչու է ծառուկյան դաշինքը նման կերպ արձագանքում ելքին անընթաց եւ իր հիմնական խոսքը համենայն դեպս բացի Գագիկ Ծառուկյանից գրեթե բոլոր այդ մասին են խոսել վերջին օրերի հանրահավաքներում։ Ես օրինակ 3 եթերի եմ եղել Բանավեճի, որտեղ կային այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այդտեղ հնչեցրել եմ հետեւյալ միտքը, որ հիմա ինչու ոչ մի, այսինքն խոսքը միայն Ծառուկյան դաշինքի մասին չի։ Հստակ անձամբ ես հենց 3 մի քանի ժամ առաջ, այսպես ասել եմ, որ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար կիսում նախ եւ առաջ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությանն են, բայց շատ մեծապես կիսում են այդ պատասխանատվությունը բոլոր այն ուժերը, որոնք այս տարիներին պատասխանատվությունը վատ երևույթների մեր հասարակությունում արկա, որպեսզի եթերը չչարաշահենք ժամանակը եւ չսկսեմ թվարկել, որովհետեւ բոլորից լավ գիտեն այդ ամեն ինչը։ Ուրեմն պատասխանատվություն կիսում են բոլոր այն ուժերը, ովքեր եղել են հանրապետականների այդ դաշինքներում, այսպես թե այնպես եւ կոալիցիաներում։ Դա եւ Բարգավաճ Հայաստանն է, եւ Հայ-հեղափոխական դաշնակցությունն է, եւ Օրինաց երկիրն է, որ հիմա վերածնունդ է կոչվում։ Այսինքն այնպես չի, որ ելքդաշինքը հենց Ծառուկյան դաշինքին ասելիք ունի։ Ոչ, մենք խնդիր ունենք, առաքելություն ունենք, առավելագույնս ճշմարտությունը ասել ժողովրդին, եւ մենք ոչ մի այսպես ռևերանսներ անելու խնդիր չունենք, ինչ կային ենք ասում, թող ժողովուրդը ինքը դատի։ Ինչ կային ենք ասում, Արտակ ջան, եւ Ծառուկյան դաշինք ելք այսպիսի հակամարտություն, որպես այդպիսին չկա առնվազն ելքի օրակարգում, մենք խոսում ենք բոլորի մասին եւ ոչ մեկի մասին թաքցնելու բան չունենք եւ մի շատ կարեւոր նրբերանգ դուք ձեր հարցադրումով ասեցիք ոչ իշխանական ուժերի միջև ինչ հենց բանալին էլ այդտեղ է, որտեղ ոմանք իրենց ասում են ոչ իշխանական ուժեր, դա ինչ հնարք է, ես այդպես էլ չհասկացա։ Այն իշխանության մեջ չի Ծառուկյան դաշինքը։ Դե թող ընդդիմություն ասեն իրենց։ Այդ ոչ իշխանականը որն է։ Իշխանության մաս չկազմող։ Հիմա ձեր արձագանքը խնդրեմ։ Հիմա դասական քաղաքագիտության մեջ այսպես է, քաղաքական ուժը կամ իշխանությունն է, կամ ընդդիմությունն է։ Քանի որ խոսեցինք դասական քաղաքագիտությունից, Արադ ջան, դու էլ որպես պատմաբան, մտավորական մարդ, շատ փայլուն կարծում տիրապետում ես այն իրավիճակին, որ երբ որ անցումային շրջանի երկրներում, որոնք ունեն նոր ստեղծվող ժողովրդավարություն, երբ որ ռեակցիոն ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ հանրապետական ընտրությունների ժամանակ ձախողում են ընդդիմադիր պայքարը եւ չեն կարողանում ստեղծել իշխանափոխության նախադեպ, ունենում է բնական վարկանիշի կորուստ։ Հիմա անդրադառնալով իրավիճակի պատասխանատուներին եւ բաներին, ուրեմն իրավիճակի պատասխանատուն անշուշտ առաջին հերթին իշխանություններն են, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես առաքելություն կուսակցության քաղաքորդի անդամ եւ որպես Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ պատասխանատու կերպով հայտարարում է, որ իրավիճակի պատասխանատուն են նաև այն անձին եւ քաղաքական ուժերը, որոնք պարբերաբար հանրապետական ընտրությունների, նախագահական ընտրությունների ժամանակ ստանալով ահռելի աջակցություն ձախողել են իշխանափոխության գործը։ Նաև իրենք են պատասխանատու այդ առումով։ Անդրադառնալով այս վերջի դրվագներին, ասենք Սերժ Սարգսյանը ելքին է ֆորատալիս, չգիտեմ, ելքը առավոտից երեկո հարվածում է Ծառուկյան դաշինքին, ես չեմ հասկանում սա ինչ է կատարում, բայց Կատուն եք ֆորա ասելով։ Դե վերակենում առանց ինչ որ լուրջ քաղաքական ինչ որ թիրախավորման, ասենք տանիքների վրա ցածկոտել արտահայտությունն է օգտագործում, ակնարկելով Նիկոլի Կատուն եք դա աջակցություն է ելքին։ Դա այս նախընտրական փուլում անդրադառնալը ես համարում եմ որոշակի հրապարակային աջակցություն։ Սերժ Սարգսյանը աջակցություն է ցուցաբերում ելքին, ելքը թիրախավորում է Ծառուկյանին, արդյունքում ով է շահում Հանրապետականը եւ ելքը, հա։ Հետևաբար դուրս է գալիս, որ իրոք Ծառուկյան դաշինքը ռեալ փոփոխությունների գնացող ամենահզոր քաղաքական ընդդիմադիր ուժն է։ Ես ուզում եմ անդրադառնալ հենց այս հայտարարություններին, երեք էլ ելքը հայտարարում էր, որ կանք մենք եւ կան մնացածը։ Ինչու այսպես սև ու սպիտակի բաժանել եւ հարցը նաեւ ձեզ եմ ուղում, Ծառուկյան դաշինքը եւս ասում է, որ մենք ենք այն ուժը, որ գալու է փոփոխություն անի եւ մյուսներին կարծես այսպես օրակարգից դուրս է դնում։ Ինչ նպատակ ունի գնալ նման հայտարարությունների եւ ըստ էության որոշակի առումով կամուրջներն է կայրում հետագայում հնարավոր համագործակցության, որովհետեւ գուցե ոչ Ծառուկյան դաշինքը, ոչ ելքը չհավաքեն անհրաժեշտ մեծամասնություն, բայց համագործակցության դեպքում
դեպքում հնարավորություն լինի հաղթելու հանրապետականին, օրինակ ինչ չեք այս հնարավորությունը պահում։ Լավ, ուրեմն նախ մի փոքրիկ անդրադարձ Սերժ Սարգսյանի կողմից ելքին ֆորատալուն, ուրեմն ով գոնե ազգային անվտանգության կամ այլ հատուկ ծառայություններ կամ հանրապետական կուսակցության ձեռքին եղած այլ միջոցներ, ռեսուրսներ, հա, կարող են ամենահստակ տվյալները փոխանցել իրենց առաջնորդին, այնպես որ Սերժ Սարգսյան երևի ինքը գիտի, ով ավելի ինչքան վտանգ ներկայացնում հանրապետական կուսակցությանը, ես դրանով եմ պայմանավորում նրա կողմից ելքին անդրադառնալը եւ Այսինքն դա աջակցություն չէ ձեզ։ Իհարկե աջակցություն չի, դա շատ ուղիղ կոչեր չընտրել մեզ, ինչ աջակցության մասին է խոսքը եւ ամենակիչը որ մենք ուզենք դա Սերժ Սարգսյանի աջակցությունն է, այսպես եւ դա էլ գուցե հենց միտումնավոր արված է նաեւ այսպիսի մեկնաբանության համար, որովհետեւ այդ տարբեր հնարքների այնուամենայնիվ իրենք տիրապետում են։ Բայց այսպիսի տարածված կարծիք կա, որ ում իշխանությունը քննադատում է, նրա ռեյտինգը բարձրանում է։ Ահա, հիմա Մանուկ ասում է, որ իմանալով դա իշխանությունը քննադատել է ելքին, որպեսզի մեր չէ, այդ ինչ որ տենց շատ կոնսպիրոլոգիական սխեմա էր։ Ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի լաբիրինթնորսը, փաստենա որ Սերժ Սարգսյանը քննադատել է ելք դաշինքին։ Կտուրի վրա խոսալ, դա երկրի ղեկավարի մակարդակի քննադատության երթական բան է։ Այսինքն տակը լուրջ քաղաքական բան չկա, ամենը ակնարկա ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Լավ, շատ լավ։ Իսկ ինչ վերաբերում Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին եւ իրար այսպես ֆորատալուն եւ բանին, ով գոնե Ծառուկյան դաշինքը չպիտի այդ մասին խոսել, նորից եմ կրկնում, 10-ամյակից ավել միասին եք իրար հետ ամբողջը։ Դու չի անձամ, պանության առաքելություն։ Արբանը Վարգավաճ մի ընտրական ցիկլ 7-ից 12 վերջ դարձել եք մատի փաթաթան ինչ ա եղել։ Հարց եմ տալու Արարատ ջան, վատ է որ դուրս են եկել 12 թվականից կոալիցիայից։ Վատ է։ Վատ է որ 13 թվականից Սերժ Սարգսյանին չեն պաշտպանել։ Վատ է, վատ չի, չէ։ 10-15-ի շարժումը վատ է, վատ չի, հանրավակից չեն գելում։ Չէ, հանրավակի ժամանակ բանավետ չկա, էլի։ Հիմա կոնկրետ բաներ են խոսում։ Այդ իրագործնա, լավ է, վատ է, 12-ից դուրս է եկել, չի եկել, բայց այդ մարդը այսքան ժամանակ, 15-ին քանի անգամ քաղաքացիական, նորից եմ շեշտում, քաղաքացիական պայմանագիր ասած, բացառվում է, որ Հայաստանում չլինի իշխանապողություն միայն այն պատճառով, որ մենք դրան չենք մասնակցում։ Հասեք այդ ֆինիշի գծին, ասեք անհրաժեշտ բառերը, թելադրելու ասել, բադե չեղավ, դա ընդհանրապես սեփական Մենք ուր գանք, եղբայր, ուր գանք, ասեք ուր եք գանք։ Ուրեմն էլ եմ ասում, միանշանակ կանխորոշված եւ կանխատեսված process-ներ չկա։ Փորձեք ձեր մեկնել, լսենք իրար։ Ազդեցության ուժը։ Լսենք իրար։ Ազդեցության ուժը չգիտեմ այդ ինչ սահմանում, ազդեցության ուժը ով է, ինչ է, տեսակ երևա մի քանի օրից։ Ուրեմն ես նորից եմ ասում, քաղաքացիական պայմանագիրը քանի անգամ հայտարարեց, ասեք անհրաժեշտ բառերը, դրեք անհրաժեշտ հրաժարականների պահանջը եւ մենք անմիջապես կհայտնվենք ձեր գործին։ Դա այդպես էլ չեղավ։ Այնպես որ կոալիցիայի մեջ էր, կոալիցիայի մեջ չէր, ամեն դեպքում ջերմ հանդիպումները հանրության ասած տեղեկությունների համար շարունակվել են։ Իսկ ինչ որ այնպես որ մենք Սերժ Սարգսյանի հետ կապ չունենք, գոնե այդ կապերից գոնե Ծառուկյան դաշինքը չխոսա, ինչ վերաբերում է արտակի հարցին, ինչու մենք եւ ինչու մյուսները, շատ պարզ է պատասխանը։ Մենք քաղաքականություն չենք խաղում։ Մենք ռևերանսներ չենք անում, մենք կոնյունկտուրայի մեջ չենք մտնում։ Կա ճշմարտություն եւ մենք դա ասում ենք ժողովրդին։ Դուր կգա դա ժողովրդին, կհավանեն այս գիծը, կտան իրենց քվեն։ Դուր չի գա, դա էլ կլինի ժողովրդի դատա, այսինքն ի վերջո չէ որ քաղաքացիներն են որոշում։ Մենք թաքցնելու ճշմարտություններ չունենք։ Կա ճշմարտություն, պիտի ասվի։ Եվ ճշմարտությունն էլ հղի պես կիսատ չի լինում, չէ՞, չկա կիսատ հղի, չկա կիսատ բան ճշմարտություն։ Ինչ կա ամբողջն էլ ասում, այո, ելք դաշիկն այսօր ընդդիմադիր ուժը, որը հայտ է ներկայացնում իշխանապողություն անելու։ Սա է ամբողջը։ Ուրեմն միշտ անընդհատ Սերժ Սարգսյանի անունը տալը դարձել ընդդիմացիության ընդդիմադիր լինելու ինդիկատոր, դա տարիներ շարունակ նախկինում էլ չգիտեմ Ռոբերտ Քոչարյան, հիմա չգիտեմ 8-9 տարի շարունակ անընդհատ Սերժ Սարգսյանի անունը տալուց իրականությունը չի փոխվում դրանից։ Եվ պետք չէ էլ եմ ասում, այլ հնարավոր գործընկերների համար, ընդդիմադիր դաշտի այլ խաղացողների համար, ինչ որ քննության նման ինչ որ տեստեր սահմաններ, ինչ որ պահանջներ դնելը, դա հակակոնսոլիդացիոն եւ հակաքաղաքական է, որից է մեկը թող իրեն հավատաքննիչի։ Իսկ ինչի ցելելով վստահենք։ Այս ձեզ չէ, X ուժին, ինչի ցելնո, կա քաղաքական կենսագրություն, չէ, ինչ որ բան հիմք պիտի լինի, որ ես հավատամ։ Դե հիմա էլ եմ ասում։ Որևէ այլ ինդիկատոր ասեք։
Ես ասում եմ 12 թվականից դուրս է եկել Բարգավաճը, վատ է, չես ասում վատ է։ 13 թվականին Սերժ Սարգսյանին չեն պաշտպանել, վատ է, չես ասում վատ է։ 14-15-ին փորձել են իշխանափոխություն։ Էլ ինչ անեն, որ դուք հավատաք, որ իրանք իշխանություն։ Ես ասում եմ ուղիղ իրակ առած ձեզ էլ իշխանափոխություն անեք, էլ դուք ձեր դերը ո՞րն է այդ մենք ասեցինք, որ հենց որ դուք այդ նպատակը դնեք իշխանափոխության, այն ժամանակ մենք կլինենք։ Այդ շատ վատ մոտեցում է, որտեղ մենք չկանք, այդտեղ վատ է եւ թերի է եւ խոցել։ Եղբայր, նորից եմ կերպում, ձեր ցուցակի 60%-ը հանրապետական են, դու չէ, մյուսը չէ, բայց ձեր ցուցակը հանրապետականների ցուցակը ճնշող մեծամասնությամբ։ Դա բացեք անունները կարծացեք։ Այսպեսի մի հարց է շատ քննարկում, ինչու Գագիկ Ծառուկյանը չի տալիս Սերժ Սարգսյանի անունը։ Բոլոր մարզերում ես բազմիցս ներկա եմ եղել, քննադատում է արկա վիճակը, բացատրում ինչ վատ է ամեն ինչ, բայց անուն ով է պատասխանատու դրա համար չի հնչում։ Ինչու։ Իմ կարծիքով դա շատ նեղ փոքր մարդկանց նեղ շերտին հետաքրքրող հարցադրում է, որովհետև ասենք թե օրինակ տվեց, ինչ որ մարդկանց սիրտ հովացավ դրանից։ Չեմ կարծում թե դրանից իշխանափոխության կամ ընտրությունների արդյունքների մի առանձնահատուկ այստեղ սիրտ հովանալու հարց չի։ Սիրտ հովանը դες էլ ցեզ օրինակը բերում եմ մարդիկ տարիներ շարունակ տվել են, բայց իրականում իրականությունը չի փոխվել։ Ես ասում եմ Վիկտոր Դալակյանը պիժամա էր հագցնում, գնաց դառավ, այսինքն ունեք փայլուն օրինակներ, ես ձեզ չեմ համեմատում, ես ձեզ եմ համեմատում, որ դուք կարաք առավոտի Ծիրիկ Սերժ Սարգսյանի անունը տակ, բայց մեկ էլ մի օր մեկը հայտնվի նրա խորհրդական։ Եթե քաղաքական կենսագրությունը չի, եթե սա չի, նա չի, գոնե բարձրաձայն հրապարակավ վերջնանպատակը ֆիքսելը պիտի լինի, այն հիմքը, որի վրա օրինակ Ծառուկյան դաշինքը գնում է ընտրությունների միջոցով իշխանափոխության։ Հետո է հայտարարում։ Ես եմ հայտարարում այս շատ լավ, շատ լավ։ Ծառուկյան դաշինքը գնում է ընտրությունների միջոցով իշխանափոխության։ Ուրեմն անձամբ քո հետ համագործակցության մասին կմտածենք։ Բարի։ Իսկ այն 60% հանրապետականների Չէ, անձնական համագործակցությունը դաշինքի ֆորմատներում չտեղավորվող երևույթ է։ Անուկ ջան, ընդհանրապես մի քանի օր է մնացել։ Շատ բարի, ընդհանրապես մի քանի օր է մնացել եւ նաեւ ասենք ռեալ ինֆորմացիաները, ռեալ սոցիոլոգիական հարցումներն ու տրամադրությունները նաեւ վկայում են Ծառուկյան դաշինքի լուրջ առաջընթացի եւ հաղթարշավի մասին, նաեւ դա երևի թե պատճառը, որ մարդիկ այսպես տենդենցիոզ կերպով առավոտից երեկո թիրախ են դարձրել Ծառուկյան դաշինքին։ Եվ եթե անգամ իսկ շատ խորը համոզումներ ունեք ձեր տեքստի մեջ, հենց մենակ է որ ամեն օր համարյա նույն բանն եք ասում, դա արդեն խոսում է քաղաքական ասելիքի որոշակի լուսավորության։ Ես չգիտեմ ամեն օր նույն առավոտի ծիրիգուն ինչ ասում, ես նորից եմ կրկնում, Ծառուկյան դաշինքը երկի համար թիրախ չի։ Բա վերջին 3-4 օրը բոլորի մասին շատ խոսում եք Ծառուկյանի մասին։ Բոլորը որն է հանրապետականի բոլորն է խոսում։ Այո, հանրապետականի Ծառուկյանի Ծառուկյանի։ Ես նորից եմ ասում, հենց երեք եւ այսօր արդեն 2 օր վրա ես ասում եմ Ծառուկյան դաշինքի, հայ հեղափոխական դաշնակցության եւ վերածնված ինչ լուրջ քաղաքական հիմքեր ես չեմ տեսնում, ընդհանրապես տեսնում եմ անձնական նախկին հարաբերությունների ինչ-ինչ բարդություններ, եթե լինի համապատասխան իրավիճակ, ես կնախաձեռնեմ այդ բարդությունների հաղթահարումը հանուն ընդհանուր քաղաքական երկրում մթնոլորտի։ Լավ, վերջին հարցը մեր ժամանակը ավարտվում է։ Ծառուկյան դաշինքի առաջնորդը տարբեր տեղեր վերջերս հայտարարեց, որ եթե ամեն դեպքում չհաջողվի ձեզ ստանալ անհրաժեշտ տոկոսները 50-ից ավելին, այսինքն այլ լինի օրինակ 47-48, այդ դեպքում ինքը պատրաստ է դիտարկել իր ընտրությամբ որոշակի ուժերի հետ համագործակցությունը։ Արդյոք ելքը կարող է լինել այդ ուժերից մեկը, ձեր անձնական կարծիքն եմ խնդրում, եւ ձեր արձագանքը արդյոք նման իրավիճակում հնարավոր է մի կողմ դնեք այս արկա տարաձայնությունները եւ գնաք համագործակցության, ինչպես դա եղավ օրինակ Լուսավոր Հայաստանի հետ, հաշվի առնելով որ նախկինում Լուսավոր Հայաստանի հետ եւս դուք ունեիք շատ լուրջ տարաձայնություններ, բայց ի վերջո այժմ նույն դաշինքում եք։ Խնդրեմ, կարող եք սկսել։ Քանի որ ակունքը Արարատն է եղել, աներողություն, երկդաշինքը այս լուրջ հակակցական առաջին իրենց լսել, հետո ես անդրադառնամ։ Ես վերահաստատում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հնչեցրած թեզը եւ պատասխանատու հայտարարությունը բացառվում է, որ Հայաստանում չլինի իշխանափոխություն միայն այն պատճառով, որ մենք դրան չենք մասնակցում։ Իհարկե, եթե իշխանափոխությունը հստակ դրված է եւ հստակ նյութական, շոշափելի, ոչ թե հայտարարությունների մակարդակով, քաղաքացիական պայմանագիրը չի կարող անմասն մնալ իշխանափոխություն եւ ես վստահ եմ, որ երկդաշինքի մեր գործընկերները կկիսեն այս մոտեցումը, մենք չենք կարող իշխանափոխությունից հեռու մնալ։ Այլ հարց է, թե մյուս խոսքը խորհրդարանում համագործակցության մասին է, շատ հստակ։ Խորհրդարանում Չէ, համագործակցությունը այսպեսի դրույթ ունի, եթե 6 օրում ընտրություններից հետո ձևավորվում է կոալիցիա, այլ խորհրդարանում ինչ որ բանելու կարիք չկա միասին։
թե 6 օրում ձևավորվում է ոչ հանրապետական կոալիցիա, հարցերը փակվում են Ուրեմն ընտրություններից հետո, Այո։ քվեարկությունից հետո, երբ որ հստակ կլինեն ով ինչ թվի մանդատների է տիրապետում, ով անցավ, ով չանցավ, կամ հա, եւ նորից կվերահաստատվեն բոլոր այդ, երբ որ գումարելիների արդյունքում, գումարման արդյունքում կլինի այն անհրաժեշտ թիվը, որը որ պետք է, եւ կվերահաստատվեն բոլոր այն նպատակները, որ այսօր են հնչեցվում, բոլոր այն ուժերի կողմից, որոնք այսօր դա անում են, մենք պատրաստ ենք դա քննարկելու։ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հերացումը իշխանությունից անհրաժեշտ է Հայաստանի հետագա զարգացման համար։ Բարի։ Ուրեմն քաղաքականությունը ինքնին հայտնի խոսք կա, հնարավորի արվեստն է եւ միշտ էլ քաղաքականության մեջ շատ են դեպքերը, երբ որ տեղի են ունենում ինչ-ինչ դժվար կանխատեսել եմ եղում ասած գործընթացներ։ Ուրեմն այս պահին հանրապետականից բացի, հա, պարլամենտ ապագայում հնարավոր անցնող որևէ ուժի հետ ստեղծված իրավիճակը փոխելու, երկրում իշխանապողության, քաղաքացու քվեով նոր իշխանապողության նախադեպ ստեղծելու եւ ընտրական գործընթացները լուրջ են իրականելու ահա այդ հերահար նպատակների առումով ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում։ Ոչինչ չեմ բացառում, բայց այլևս ինձ թվում է կանխատեսումների ժամանակ էլ չկա, ընդհանրապես 3 օր է մնացել կառավարությանը եւ ընտրություններից հետո կարծում եմ, որ մենք ապրիլի 3-ին մենք արտանալու ենք այլ երկրում, գարունը մեզ նոր Հայաստան պետք է բերի։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար, ի վերջո կարծես որոշակի համաձայնությամբ ավարտեցինք այս մեր քննարկումը։ Իմ զրուցակիցներն էին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Առաքելություն կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ելք դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը։